Այժմ 3 կամ 4 երեխա ունեցող կնոջը կարող են համարել հերոսուհի մայր, էլ չեմ ասում 5 կամ ավել երեխա ունեցողներին, իսկ խորհրդային շրջանում գոյություն ուներ նույնիսկ մեդալ, որը կոչվում էր հերոսուհի մայր։ Չեմ հիշում մեդալը հանրապետական նշանակության ուներ, թե խորհրդային միության ամբողջ տարածքում էր, բայց 5 և ավել երեխա ունեցողներին շնորհում էին այդ մեդալը։ Մեդալը շնորհելը դեռ ոչինչ։ Թերթերում Հայաստանում կոմունիստ և սովետական Հայաստան թերթերի վերջին էջերում մի քանի ամիսը մեկ տպագրում էին ցանկը այդ կանանց, ովքեր ստացել էին այդ մեդալը։ Հետաքրքիր էր, որ 10-ից 15-ից միայն մեկն էր, որ ազգությամբ հայ էր, մնացածը հիմնականում ադրբեջանցիներն էին։ Երեխաները հասնում էին 5-ից մինչև 12։ Սա նույնիսկ տարօրինակ էր այն ժամանակվա համար, քանի որ նույնիսկ խորհրդային շրջանում հայերը քրիստոնյա ազգերի մեջ ամենaaճ տվող ազգն էին, բայց ադրբեջանցիները Հայաստանի տարածքում աճում էին մի քանի անգամ ավելի ուժեղ, քան հայերը։ Եվ վերջում կարելի է ասել, որ վերջին 30 տարվա երևի դրական բաներից մեկը այն էր, որ ադրբեջանցիները Հայաստանից հեռացան։ Եթե հեռացած չլինեին, ամենայն հավանականությամբ նրանց թիվը եռապատկված կլիներ, եթե ոչ ավել։ Իսկ նրանց հեռանալու պահին, եթե չեմ սխալվում, մոտ 140-150 հազար ադրբեջանցի էր ապրում Հայաստանի տարածքում։ Այսինքն թիվը այժմ հասած կլիներ կես միլիոնի։